Իմ սերունդի համար կիրթ գլոկ մարդներ ողոշա բանը հիշու։ Եվ այն ժամանակ այսպիսի բան կա, էնցիկլոպեդիկ գիտություններ ու բան գիտելիքներ ունի այս մարդ։ Որակ ես այդպիսի մարդկանցից էի, որ ամեն ինչից խոսալով կարող էի ասենց հիշել։ Հիմա այս iPhone-ների, այս ամեն ինչ փոփոխության մեջ դա անիմաստ է դա։ Այն ամբողջ այդ ինֆորմացիայի հիշելը ուղղակի անիմաստ է, որ դե փոքր բանում ասենց մի հատ կլիկով կամ մի հատ գալասավոր այդ ինֆորմացիան ստանում ես։ Իմ սերունդի ժամանակ բան էր։ Միգուցե դրանից այդ հիշողության տրեյնինգը ինչ որտեղ բան անում, պակասում է, ըստ տրեյնինգն էլ է, հիշողությունն էլ է, այդ տրեյնինգի կարիք ունի։ Բայց հիմա ավելի շատ կարևոր են, գիտեք ինչ կարծի գիտելիքներ, դու իմանաս այդ գիտելիքը որտեղից կարող ես ստանալ, որտեղից ձեռք բերել եւ դու ավելի շատ իմանաս թե ինչ անել այդ գիտելիքի հետ։ Սա էական փոփոխություն է։ Ես չեմ տեսնում, որ մեր կրթական համակարգը ադապտացվել է այդ կարծի փոփոխությանը։ Դեռ հին մոտեցումով է փորձում գնահատել նաև ուսանողներին կամ դպրոցականներին։ Մի շարք մենք նոր դպրոցներ կա, որի մասնավոր իրենք այդ բանը ոնց որ ավելի են ընկալել, բայց պետական ծրագրերով մի քիչ մոտեցում ուրիշ։ Ու կարծում եմ այսօր սա մեր կրթական համակարգի ամենից մեծ ֆունդամենտալ խնդիրներից մեկն է։ Շարունակում են սովորացնել, ասես չգիտեմ, էջերով անկերաններես անել ինչ որ կարդապատմի, իրականում սա այն գիտելիքները չէ, որոնք այսօր պետք է։ Որտեղ իսկապես նաև մասնագիտություններն են շատ արագ փոխվում։ Ինքս իմ վրա դա զգացել եմ եւ նույնիսկ իմ տարիքում ինձ փոխել եմ այդ նոր բանաձևի մեջ եմ ստեղավորել ժամանակակից մարդ կրնելու համար։ Հակառակ դեպքում միգուցե կմնայի էնցիկլոպեդիկ գիտելիք ունեցող մարդ, բայց այլ էնցիկլոպեդիկ գիտելիքների կիրառական որևէ նշանակություն չունի։ Բայց դու հետաքրքիր մանկ ես, դու կարող ես այդ հանդիպումների ժամանակ sense ազատ խոսալ տարբեր բաներից, ցույց տալ, որ դու ամեն ինչի մասին ինչ որ բան գիտես։